Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք ու այսօր շաբաթ է, ինչպես նախորդ վլոգի վերջում ասեցի, ես այսօր աշխատանքի եմ ու Վիտոն տանն է։ Ու Վիտոնն է ինձ տանում աշխատանքի, կտանի կգա տուն, հետո կգա իմ հետևից նորից, որովհետև գնալու ենք գնումների, բայց այս անգամ արդեն ասացի Զոյկայի համար, իրենք գարնան հանդես են անում ու պետքա Զատիկի շոր գնենք։ Գնամ փնտրեմ տեսնեմ որտեղից կարող եմ գնել, որովհետև դա լինում է հիմնականում փետրվար ամսին է շատ բոլոր խանութներում լինում, որ այստեղ կարնավալային ամիս է, այդ Fashing Fest-ն է։ Հիմա չգիտեմ, տեսնեմ որտեղից կարող եմ գնել, իսկ եթե ոչ, ապա Amazon-ը կա ու կա, կպատվիրենք 2 օրում, մինչև ուրբաթ հաստատ կգա։ Այդպես գնացինք։ Եկանք տուն ու փոշմանեցինք, որ չմտանք այստեղ երևի ուրիշ ծաղիկներ արդեն դնենք, որովհետև սրանք թողոմել են, այս ցրտից այս քանի օրերի էլ вообще այստեղ տեսել եք, հիմա վեշերով մի հատ բան ցույց տամ։ Շորեժն է։ Հիշում եք, որ գնացել ենք, սարքել ենք այս բժշկի նվերներ, որ այդ թերապիան, որ պետքա գնայինք, բաժակ էինք սարքում, որ Էլենիսն այդտեղի դες քարտ գնեցի։ Սա իմ սարքած բաժակն է, հիշում եք թե նկարը, բայց նկարը կգտնեմ, կդնեմ դոյի պոստի, որ տեսնեք, այ, արդեն թրծել են, ու այսպիսի տեսք ունի, այս իմ ներկած բաժակը, իմ նկարած ծաղիկները, այս մեջն է, ցույց տարբեր գույների, ինքան սիրուն է իրականում, տակնել այստեղ սրտիկը, այսպես ու իմ հապավումը Կարինե Գուրեղյան Կարենի, այսպես։ Այս այստեղ, իսկ այս կողմում, ինչ է ուզում ցույց տալ, քանի որ կանաչիները ցանել էի ու ցանելու հաջորդ օրը այդ ցուրտը սկսվեց, այսպես փակել էի, ջերմոց էի սարքել ու տեսեք, Հելենայի կյանքս ոնց է ծնել։ Ընկնել բացենք, այս նանաները շատ լավ կպել են ու այս սրա համար է ես շատ անհանգիստ, որ տեսնեի Ռեհանը, տեսեք, Ռեհանս էլ է ծրել այս գույները, սրանք Ռեհաններն է։ Հիմա բաց կթողեմ, որ քանի արև է, բայց երեկոյան նորից կծածկեմ։ Անցած տարի ոչ մի հատիկ Ռեհան չծլեց, ոչ մի տեղ 3 անգամ ցանեցի ու հիմա գնանք տեսնենք այն բացօթյայում ցանած մաղադանոսը ու ծիտրոնը, սրանք չէի փակել, տեսեք, սրանք չեն ծլել, բայց հույս ունեմ, ծիտրոնը տեսեք, ծիտրոնը տեսա, ծիտրոնները մեկու մեջ դուրս են եկել արդեն, ստեղ էլ որ լավ մանգամ կգտնեմ, մի խոսքով լավ գնացինք տուն, լավ ու քանի դրսում ենք մի հատ խաղողներն էլ ցույց տամ, քանի որ անցած տարի մենք որ եկել ենք լրիվ ինք արդեն շատ ծեր էր, ամբողջովին ճյուղերը կտրել ենք ու նոր էր աճել, ինք ընդամենը 2 ճուտ խաղող էր տվել, իսկ այս տարի տեսեք ինչքան շատ է։ Մի հատ էլ գիլասները նայենք։ Ասեք ավելի ներքևի ճյուղ։ Այս չափի են արդեն գիլասները, ձերքս պահեմ, որ երևա։ Սիրելիներս, ահա այսպիսին էր բաժակը սկզբում, մենք ստացել ենք, այսինքն վերցրել էինք դատարկ ով ինչ ուզել էր, ով որ ապսեն բաժակը, հետո սա արդեն իմ ներկելուց հետո է, ես հենց այսպես, այս վիճակով թողել ենք, դուրս ենք եկել, հետո արդեն թրծվել է և 1 շաբաթ հետո արդեն վերադարձվել է մեզ։ Դուրս ենք եկել սուրճ խմելու ու իմ Շեյնի պակետը եկել է, ոնց են անում, են երկար եղունգ ունեցողները, սենց։ Հիմա Էլենիս օգնությամբ մի հատ բացենք։ Okay, հիմա այս չգիտեմ ինչ է։ Ալավ, սրանք բեր, սրանք եթերային բաներ չի, բայց որ լավը լինի, որակը կասեմ ու հետո կգրեմ ինչ էր։
Այս մաքրելու գիտեմ, որ արդեն երևի շատերից ծանոթ է Հայաստանում, բայց բերիսից եմ պատվիրում Շեյնի Թեմուից խոսքով այսպիսի գուտկաներ է մաքրելու ու օդվիզները նայել եմ, որ շատ գոհ են մարդիկ։ Այստեղ ուրեմն սրանք ամառվա համար ամեն դեպքում պատվիրել եմ քրտինքից պաշտպանելու թևատակերի համար, այն շորիկներին կպցնելու համար։ Սրանք այսպիսի փոքրիկ սրբիչներ է խոհանոցային։ Սրանք էլ իմ պատվերները հիմնականում ամբողջը բանի համար արիլում սեղանի շորեր։ Այստեղ բախիլներ եմ պատվիրել տան համար, հյուրերին տալու համար, ովքեր չեն ուզում կոշիկները հանեն, գիտեք, որ մեր տանը ներս ոչ ոք կոշիկներով չի գնում ու Եվրոպայում կարծում եմ ոչ ոք հյութուն ոչ ոք կոշիկներով չի գնում, բայց ովքեր էլ որ չեն կարող հանել, որ գոնե բախիլներ հագնեն։ Այս զոյկային սրանք պետք է ասենք դիստեղ, սրանք հետո կբացենք առանձին, որը բանա, այս փոքրիկ սրանք գունավոր քարեր է, որ պատվիրել եմ այգու համար, էլի պետք է լինի։ Սա էլ է զոյկայինը։ Հենց փոքրիկ բաները հանի, այս են ամենա օգտակար բաներից է, որ քաշում ես ափսեների վրա, սառնան դնելու համար։ Այստեղ այս հողաթափերը, որ շատ որակով են, ես մի տարի ու կես առաջ տարել եմ Հայաստան, իմ հայրական տանն է այնտեղ ու ամեն գնալուց հագնում եմ ու այդքան շատ հաճախ եմ գնում, շատ լավն է որակը, սև գույնն է այնտեղին է, շատ լավն է որակը։ Այս Էլենինն է։ Այստեղ այսպիսի նասոկներ եմ պատվիրել, ուղղակի տունա, որ լինի, երբեմն պետք է գալիս։ Այդպես ես մեկը շատ քիչ է, մի քանի բանով էի պատվիրել։ Այստեղ էլի սեղանի շորերը, ռեզիններ զոյկայի համար, գուբկաները ամեն տան համար, ամեն կվարսերայի համար մի հատ պատվիրել եք, արաս ընդեղ դնես, բալես։ Այս են ցանցնահարթուկի համար, որ թռում հարթուկում են։ Այստեղ էլի խոհանոցի սրբիչներն է։ Գիտեմ ինչի առանձին եկել, կարող է ես կրկնակի կամ այստեղ այն որ մաքրում ես կանալիզացիան մազերից, բանից, որ մտքնես մաքրես։ Ասում եմ իմ պատվերները բոլորը տնային ինչ-որ այս բանն է։ Մազերի վրայի թիկնոցը, մազ կտրելու համար, երբ որ ալենի ամուսնուս կամ աղջիկները մազերը կտրում են, մերը արդեն մաշվել է ու այստեղ հետո սանդրեր ու բաներ էլ կա։ Սա այս գինն է, եկել բանայի նասոկները։ Այս որ կարճացնում են շորերը, հալվող բանն է, որ հիմա այսպես են, չէ, կարճացնում ավելի արագ, որ քսում ես ու հարթուկում ես։ Այստեղ էլ, այստեղ սևն է, այդ նույն հողաթափերի սևն է։ Էլի այդ նույնից մի քիչ հաստ է ավելի, էլի գուբկա։ Այս ուղղակի չգիտեմ, մի խոսքով ալուֆոլիա է, օլգայա։ Այս սառոչկայա, այս շորերը կհանեմ ցույց կտամ ամբողջը։ Տեսնենք ինչա։ Այստեղ այն որ շալվարները, տաբատները կամ սառոշկաները ինքը բուլավկաներ է, բայց որ կարող ես այսպես հագցնել, ինքը փոքրանում է ու համել գեղեցիկ է լինում, իրայվում։ Հեսա սուրճս խմեմ ու այս ամենը կհանենք ու կնայենք։ Սրանք էլի այգու համար է։ Ու հիմա ամբողջ այգին պատվերներ է։ Լավ, դիր, գալես։ Էլի կա, քարեր պետք է լինի։ Չկա էլ ոչ մի լավ։ Ինքան շատ եմ ուրախացել, ամենաշատը երևի ուրախացել եմ այս խոհանոցի, այս սրբիչների, սեղանի շորերի, որովհետև շատ հաճախակ եմ փոխում ու որ հանգիստ կարողանաս փոխել, չմտածել, որ ու այս փոքրիկ սրբիչներն են շատ լավը։ Զոյ ջան, արի հելը բալես։ Այս երկուսը զոյկայինն է։
Եկել ա քո պատվերները, հագնես տեսնենք։ Արի։ Գիչ երկարա տեսնում եք այդ դրամարայի բաները, որ կարճացնեմ։ Բայց երկա չի մնաք սենց բանը։ Կարճացնեմ, բան պատվիրել եմ դրա համար։ Սիրունա, դուրդ գալիս ա, շնորհավոր։ Մերսի։ Այ մյուսներ։ Բան ջոկետ տոք։ Այս էսպես վերնաշապի կա ու հետը շալվարն էլ ունի։ Պատկաս երկու հատ ունեմ։ Ույս կարակ տոպով հագնենք, բաց թողենք կամ այսպես կոչքի չթույլ։ Էլի ունեմ։ Ահա, սա էլ երկրորդը։ Կարելի է այսպես փակ հագնել կամ կարելի է բացել, տակից մայկա, կարելի է կապել։ Ու այն նոր բոթասների հետ որ բարձրեն կհագնես, չէ՞։ Կարամ այս բան վարդագույնը էլ բան սևերով հագնեմ, այն սևը։ Սևը որ սես վարդագույներ գիծը։ Հա։ Ու այստեղ շալվարներն ա, որ իմ համար էի պատվիրել, այսպես շատ թույլ, շատ հավես կտորա, գույնն էլ շատ հաճելի է, մեջքը ռեզինով, այս մեկն էլ այսպիսի մեջքով է, սեն, սև ու վերնաշապիկի հետ պես համադրել, երկուս հետ էլ կարելի է համադրել։ Այսպես լավ հավաքեմ, որ գնանք, եկել ենք տուն սուրճս խմում եմ, ձեռնոցները սպասում եմ ու գնանք վարունգի տեղը մաքրենք, որ վարունգ ցանենք։ Կորցիկներս պատրաստ սպասում է, այս բիո հողն ենք առել, հատուկ բանջարեղենի համար, որ լցնենք ու հիմա տեսեք ինչ աշխատանք է սպասվում։ Հիմա այստեղ պետք է ամբողջը մաքրենք, այս քարերը ազատենք, մինչև այս սոխերը, այսպես ու այստեղ հող լցնենք, պատրաստենք վարունգի համար։ Սկսեցինք։ Ահա, հողը լցրել ենք, հիմա բերել եմ Սիրելիներս, վարունգը ցանեցինք, վերջացրինք, եկել եմ տուն ու ընթրիք եմ պատրաստում շատ արագ, ձուկ եմ տապակելու եւ 1000-ով աղցան ենք պատրաստելու, ահա արդեն տեսնում եք 1000 վարունգ կանաչի, բող, քսող, այն ամենը ինչ որ կա տանը, ձուկն էլ տապակենք եւ նստենք հացի, թե ինչ բարի է խորշակ։ Սիրելիներս, վերջապես ժամանակ գտա ու որոշել եմ թեմուից փաթեթները սորտավորել ու այս որ ասացի ցույց կտամ, տեսեք, ինքը այսպիսի բուլավկաներ է, համ որպես գեղեցկության համար կարելի ամրացնել շորիկներին, շորերին, թեկուզ երեխաների, թեկուզ մեծերի, համ ասենք ինչ որ վերևի հատվածը կամ բանը փակելու համար որպես հենց բուլավկա օգտագործել, կամ էլ շալվարները, տաբատները, որ լայն է լինում, այսպես հավաքում եմ, թոնթ են տալիս ու համ ձև է տալիս, համ գեղեցկությունը, համ էլ փրկում է, օգնում է, շատ սիրուն են։ Այ բարի խաղաղ, այ սենց պայծառ, հաճելի կիրակնորի առավոտ բոլորի սիրելիներս։ Այս ինձ սիրուն, ինչ արևոտ։ Ու մեր կիրակին սկսում ենք սուրճով ու դե իհարկե ամուսինս էլի այնտեղ է արդեն խաղել է, վերջացրել է ու չէ, մինչև թենիսի սեղանի մոտ աղնի սուր քաղել ու հիմա տարել է դատարկի սինց այս կողմում դնում է ամբողջ այստեղի գույքը ու իսկականից ինչ լավ առավոտ է գիշերն են սիրուն վառվում էր ջրաշուշանների լույսերը ու ներսում էլ լույս վառվում այստեղ պետք է ծաղիկները տեղափոխեմ այս դույլերի մեջ ահագին գործ ունեմ այսօր անելու երեկվա այդքան արած գործի հետ Վիճան արի սրճենք ահա կանջակալերով է չէ
Սիրելիները սուրճը խմեցի եկաներ ու հիմա քանի որ կիրակի է ավանդույթները չխախտելով պատրաստում ենք աջարական խաչապուրու խմոր Էլի եմ ասում այստեղ 1 կիլոգրամ ալյուրը ավելացրել եմ 2 թեյի գդալ աղ եւ 1 տուփ 7 գրամ այսինքն 4 դրոշ Հիմա գոլ ջրով սովորական խմոր եմ հունցում ու վերջում, երբ որ արդեն վերջ կամ ավելացնում եմ մի 2-3 ճաշի գտալ ձետ, այս կողքերով հետ եմ հունցում, կամ մի 30-40 գրամ կարակ, հալված կարակ ու այսպես նորից հետ եմ հունցում, բայց ես կարակ կանեմ այս անգամ, որովհետև կարակս հալված արդեն հանել եմ, այդպես, վերջ, սկսեցինք հունցել խմոր ու թողնում ենք հասունանա, վերջ։ Սիրելիներս խմորը չեմ գնդել, այսինքն հենց առանձնացրել ու դրել եմ գնդիկներով, որ շատ չտանջեմ ու քանի որ շատ լավ բարձրացել էր արդեն, նորից չսպասենք։ Այս կողմում էլ ունեմ կարակա, պանջի տեսակները, հիմա դնում եմ ու շատ արագ, քանի որ ընդամենը 2 հատն եմ պատրաստելու պանրով, իմն ու Անգելինայինս, Էլենս չի ուտում, իսկ Վիտոն ու Ալենը Զոյկան ուտում են առանց բաների, այնպես որ հերիքա այն ինչ որ կա։ Այս իմն ու Անգելինսը, երեխաները իրանց հետ արան դուրս արդեն Զոյկան ու Ալենը, այս կողքերի փայլը սիրուն կարակա, ձու եմ կսել ու հետո կարակ։ Հիմա Վիտոյին էլ հանեմ ու գնամ։ Վեր, սա էլ Վիտոյին է, ինքը սիրում է ոչ շատ հումոր, սպիտակուցի լավ դեպված լինի ու պանիրի փոխարեն առատ կարակ։ Շնորհավոր, Զոյ։ Հանգստի ժամը, հացը կերել եմ։ Սպասի ես կախեմ թագուհիս, դու այդ թղթերը հավաքի, աղբա հավաքի, հինլավա։ Չգարը ճոճորվել։ Ահա, վերջապես հարմարացինք շատ բարձր էր, մեր համար լավ էր, Զոյկայի համար էր բարձր, հետա Վիտոն հարմարացրեց, Զոյկան վայելում է։ Էս իմ անկեն լավ օրնա։ Հա, ինչի։ Արև, ճոճանակ։ Հակրաս քո համար է, թող Զոյ մի ճոճորի, քո մի քիչ սովորին է։ Բինգո։ Բինգո։ Չի տեսնում։ Բինգո։ Բինգո։ Սիրելիներս իմ բնավորության համաձայն, քանի որ ջառոցը միացրած առեթից օգտվելով մի հատ էլ փոքրիկ բրաունի էի պատրաստել սուրճի համար։ Սիրելիներս մեր վերջին սուրճ խմելու կադրից ընդամենը մի քանի րոպե է անցել ու շատ պատահական Վիտոյից առաջարկ ստացանք լավ տեղ գնալու։ Մեզ մնում է շատ արագ պատրաստվել, նստել մեքենան եւ ուղևորվել, տեսնենք թե ուր ենք գնում։ Ողջույն սիրելիներս, մեկ անգամ էսպես, օր չի փոխվել, կիրակի է, մայիսի 11-ը ու այսօր աշխարհի շատ երկրներ տոնում են մայրության տոնը ու առիթից օգտվելով շնորհավորում եմ եւս մեկ անգամ բոլոր մայրերին, սիրելի մայրեր, աշխարհի մայրեր, եղեք միշտ առողջ, երջանիկ, բախտավոր, սիրված, սիրով ու ջերմությամբ շրջապատված։ Ու մենք տեսակ արդեն հացը կերանք, սուրճը խմեցինք ու պահի տակ այս լավ եղանակը պարկած էինք, Վիտոն ասեց հերեք գնում ենք ուր, գնանք մի քիչ լճիափով քայլենք, այստեղ եկել էինք, մենք եկել էինք ստեղ Սուրբ Ծննդյան, եթե հիշում եք, մեր տանից այդքան էլ հեռու չի, Վիտոյի աշխատավայրին ավելի մոտ է ու շատ սիրուն տեղ, այս ապա տեմ տեսեք։ Aufsteht es dich nach. Սիրուն է ջուրը։ Als es Weihnachten war. Գնացիք։ Սիրուն է։ Mama, weißt du, Banchigar? Wow.
Այսինքն ամբողջ այս տարածքը հյուրանոցները, հյուրատներ, ապարտմենտներ, այս մյուս կողմում, իսկ դե այս կողմում լիճնա, շուտ սիրուն է հրաշք, այս հյուրանոցը, շուտ սիրուն։ Բազմիցս նշել եմ, որ այս Քյանթանի մարզը Ավստրիայի ամենալճերով հարուստ մարզն է ու այսօր մենք եկել ենք Kloppeiner See, Kloppeiner լիճը Սիրուն է չէ? Ամռանը այնքան մարդաշատ է, այս երբ որ բացվում է ամբողջ այս ռեստորանները, սրճարանները, շատ մարդաշատ, աղմուկ, երաժշտություն, շատ հաճելի է ուղղակի։ Երբ որ աշխատանքից հետո գաս, թեկուզ 1 ժամ ժամանակ անցկացնես, հանգիստ գնաս քնես ու ամբողջովին լիցքաթափված պատրաստվես հաջորդ օրվան։ Դե իսկ շաբաթ-կիրակի օրերը երեկոյան է աշխատանքային օրերին, դուր թաթիկը ցակուկ, երեկոյան է շատ մարդաշատ լինում, իսկ ոչ աշխատանքային օրերին էլ դե ամբողջ օրը առավոտից։ Ոնց որ այսօր դե այս անձրևներից հետո առաջին օրն է, որ արև է, որովհետև մայիսի 1-ից են շատ տեղեր բացվել։ Իսկ հունիսի 1-ից էլ արդեն երևի ամբողջը կբացվի։ Զոյկան հոգնել է արդեն։ Հիմա ուր ենք գնում, Զոյ։ Ուր ենք գնում։ Պաղպաղակ ես ուզում։ Գնացինք պաղպաղակ գնել։ Համովա։ Սիրուն է չէ։ Սիրուն է, ինչ է բաքրիքիր կանաչավուն, տարբեր երանգներով։ Բարիքները ջրում են։ Արի։ Զոյ։ Կամաց։ Ջրաշուշանները։ Աստված իմ, ես ինչ աճիկ է այս ջուրը, չէ։ Ոնց որ ջրի վրայով քայլես։ Ես որ սիրտը չի կտրվում, որ գնաս այդ պահնա։ Գնացինք, բայց դե հոգնել են երեխեքը, քայլի ճուտս։ Սիրելիներս տուն ենք գնում, ահագին քայլեցինք, պաղպաղակ կերանք, երեխաները հոգնել են արդեն, գնանք տուն, առաջարկ ունի մեր պարոն Առաքելյանը, ասում է գնանք հիմա էլ ձեր համար խորոված անեմ, որ էլ երեկոյան հաց չսարքեմ, ասում է միս ունենք պատրաստի արդեն մարինացրել է, գնանք խորոված անենք, հաց ուտենք ու պատրաստվենք արդեն վաղ աշխատանքային օրը ու շատ կարևոր օր է հատկապես իմ համար ու թե ինչի, այդ կասեմ հետո, այդ անակնկալը հետո կասեմ, գնացինք տուն։ Հատվածը, սիրելիներս, մեր տանից հիմա ինչքան ենք հեռու, այ հենց այս պահին։ 10 կիլոմետր։
10-11 կիլոմետր դեպի այս մյուս կողմ, ոչ թե Klagenfurt քաղաքի մոտ, այլ Foklamaaki կողմ ու ինքը ոնց որ առանձին լրիվ քաղաք լինի, բայց արդեն տուրիստական, ամբողջը այսպես գեղեցիկ տուրիստական վայրեր, լճեր, հոթելներ, ապարտամենտներ ու շատ սիրուն տեղեր է։ Էլի կգանք ավելի սիրուն վիդեոներ ունենալու համար։ Կամուրջն անցնում ենք արդեն ու արդեն մեր տարածքն է։ Արդեն հասանք տուն, հիմա գնանք մի հատ այս սպիտակ վերնաշապիկ բան հանեմ ու գամ, պիտոն գնաց արդեն կրակը վառի, գնացինք։ Մի եկել եմ տանեմ, մեզ շատ բան պետք չի, պամիդոր վարունգ, սառույց, այս ընկերն էլ տանեմ մի հատ շարենք, հաց և խմիչք, ուրիշ ոչ մի բան հարկավոր չի։ Ինչ էր հարցնում Էլենը, հարցնում էր լավ անցավ, շատ լավ անցավ, ափսոս, որ իրանք պարապում էին, վաղը երկուսն էլ քնություն ունեն, ու դրա համար մենք գնացել ենք, որ իրանք հանգիստ պարապեն։ Սիրելիներս հաց կերանք վերջացրինք ու հիմա Վիտոն երեխաների հետ, այսինքն ինչու ոչ նաև ինձ հետ տրակտորավ վարության դասընթացներ անցկացնում, ավելի շատ ուղղակի հետաքրքրություն ունենալու համար, լավ ժամանակ անցկացնելու համար, ահա անգելս է իրենից գոհ։ Հենց առաջի անգամ նստելն է։ Հաջորդն է հիմա, Էլենն է։ Դե ինչ սիրելիներս, այսօրվա համար էլ այսքանը, լավ մնացեք, լավ եղեք, ձեզ լավ նայեք, դե իսկ մենք կհանդիպենք հաջորդ տեսանյութում։